ամեն օր ձեռքերի լվանալու մշակույթը սերմանելու մեր բուժաշխատողների մեջ, պացիենտների հիգիենայի մասով եւ այսպիսի քայլերի հավաքական ուրեմն կիրառման պարագայում է, որ ես կարծում եմ մենք իսկապես կգրանցենք առաջընթաց։ Առողջապահության ոլորտում բարեփոխումները շարունակվում են։ Առողջապահության նախարարությունն ու հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը համատեղ իրականացրել են հետազոտություն, պարզելու բժշկական հաստատություններում սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակների ցուցանիշները։ 35 բուժկենտրոններում ուսումնասիրվեց ժամանակի տվյալ պահին հիվանդանոցային վարակի, կամ այլ կերպ ասած բժշկական միջամտությամբ պայմանավորված վարակների տարածվածության եւ հակամարիային դեղերի նշանակման տարածվածության հետ կապված հետազոտության արդյունքներն են ներկայացվելու եւ բնականաբար համեմատական է իրականացվելու միջազգային փորձի հետ, ներկայացվելու են միջազգային ուրեմն մեր գործընկերների տվյալները եւ քննարկվելու են մեր հետագա քայլերն ու անելիքները։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնից նշում են, հետազոտությունն իրականացրել են հիմնվելով միջազգային փորձի վրա, համագործակցելով առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ այլ երկրների հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնների հետ։ Հակամանրային կայունությունը մեծ խնդիր է ամբողջ աշխարհում, որովհետեւ հակաբիոտիկների, անտիբիոտիկների լայն օգտագործումը, անկառավարելի օգտագործումը բերում է մանրէների կողմից կայունության զարգացման։ Միաժամանակ մենք գիտենք, որ բժշկական օգնության ընթացքում միջամտություններ են արվում, սրսկումներ, կաթետրադրվում, այլ միջամտություններ են արվում եւ դրանք պետք է արվեն հնարավորինս մաքսիմալ անվտանգ կերպով, որպեսզի հանկարծ որևէ խնդիր չառաջացնեն հիվանդի առողջության համար, այլ միայն օգտակար լինեն նրա բուժմանը։ Հետազոտության ընթացքում ամենատարածվածը եղել են թոքաբորբերն ու ստորին շնչուղիների վարակները, այնուհետև վիրաբուժական վերքի, արյան հունի եւ միզուղիների վարակները։ Զարգացած երկրներում, եվրոպական զարգացող երկրներում եւ բոլոր բժշկական կազմակերպություններում ցավոք այս վարակները առկա են եւ շատ կարեւոր է, որպեսզի կարողանանք բացահայտել այս վարակները եւ տանել նպատակային կանխարգելիչ միջոցառումներ դրանց դերը նվազեցնելու ուղղությամբ։ Բժշկական հաստատություններում կլինեն նոր հաստիկներ, համաճարակաբաններ ու կլինիկական դեղագետներ։ Բժշկական կենտրոնները պետք է ունենան պարտադիր համաճարակաբանի հաստիքի աշխատողներ։ Այոս առաջին քայլեր։ Այոս այս ուղղությամբ մենք այդ հաստիկներում ներգրաված մասնագետների թե կարողությունների զարգացման, թե նրանց ներգրավվածության, թե դերակատարման առումով դեռ աշխատանք ունենք անելու։ Հաջորդի պիտի աշխատենք կլինիկական դեղագետների առումով։ Սա եւս շատ կարեւոր հարց է եւ մենք պետք է թե կրթական մեր ծրագրերը եւ թե այս մասնագետների դերակատարումը հիվանդանոցային ուրեմն աշխատանքում պետք է հստակ ունենանք։ Հակաբիոտիկների չարաշահման եւ դրանց վտանգների, վարակների փոխանցման ու կանխարգելման մասին խոսելը հեշտ է։ Անհրաժեշտ է առավել հասանելի մատուցել այս ամենը, ասում է նախարար Ավանեսյանը։ Եթե մենք մեր մշակութային կամ մեր գիտելիքների առումով չփոխենք վերաբերմունքը հակաբիոտիկների նկատմամբ, ես կարծում եմ մեր հաջողությունը շատ դժվար կլինի հասնել։ Այո, մենք նաև հանրությանը պիտի շատ մատչելի ձևով ներկայացնենք, թե ինչ վտանգներ են իրենցից ներկայացնում, եթե մենք բոլորս չարաշահենք հակաբիոտիկների օգտագործումը։ Պարզ, առանց շատ բարդ տերմինների։ Նախատեսվում է բուժհաստատություններում ապահովել համապատասխան սանիտարահիգիենիկ միջավայր, չխոչընդոտելով բուժառուների առողջությունը։ Շողեր Ղլիջյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։